ազդոսկր, նստոսկր, ոլոկ։ Մարդու կմախքի ստորին վերջույթի ոսկորների մի մասն է։ Դրանց հիվանդությունները, վնասվածքներն ու բուժման ժամանակակից մեթոդները քննարկում են հայ եւ այլազգի առաջատար բժիշկները։ Ստորին վերջույթի վնասվածքներ 2025 կոնֆերանսի նպատակը մասնագետների գիտելիքների ամրապնդումն ու ոլորտի նորարարությունների ներկայացումն է։ Ինվազիվ մեթոդները եւ բարձր տեխնոլոգիաները եւ օգտագործող իմպլանտները եւ գործիքակազմը փոխվում է անընդհատ եւ մենք չենք կարող աշխարհից հետ մնալ եւ պետք է այդ ամեն ինչը լսեն եւ մարզի բժիշկները եւ Երևանում աշխատող տարբեր բուժ հաստատությունները ուզում ենք որ բարձրանան եւ հասնեն նույն մակարդակի։ Ժամանակակից բժշկության հնարավորությունների օգտագործումն արագացնում է թե վնասվածքաբանի աշխատանքը, թե բուժառուի ապաքինումը։ Ուստի մասնագետները պետք է պարբերաբար թարմացնեն իրենց գիտելիքները։ Ընդհանուր դրույթներն են շատ կարևոր, որ պետք է հստակեցնել եւ փորձը դրսում ինչ է կատարում եւ Հայաստանում ինչ է կատարում։ Չնայած իհարկե մենք ինֆորմացված ենք ամբողջ աշխարհով, բայց լրացիչ անգամ նայել նորությունները, նորամուծությունները հստակեցնել եւ ինֆորմանալ միանշանակ շատ կարեւոր դեր է խաղում այդ ամեն ինչը կոնկրետ մեր մասնագիտական ոլորտում։ Կոնֆերանսի զեկույցները շատ են։ Ռուս վնասվածքաբան օրթոպեդը ներկայացնում է պոլիտրավմա ախտորոշում ունեցողների բուժման ժամանակակից գործիքակազմը։ Պոլիտրավմայի առաջացման պատճառներից են ճանապարհատրանսպորտային պատահարները, բարձրությունից ընկնելը, արդյունաբերական վթարները, պայթյունը, սպառազինության օգտագործումը եւ այլն։ Բուժանձնակազմի գլխավոր խնդիրը նախ տուժածի կյանքի պահպանմանն ուղղված առաջնային միջոցառումների իրականացումն է, ապա մասնագետների թիմային աշխատանքը։ Նոր տեխնոլոգիաները կարող են ավելի հեշտացնել բժիշկների աշխատանքը։ Մասնագետները քննարկում են նաև հետվնասվածքային բարդություններն ու դրանց արդյունավետ բուժման մեթոդները։ Վստահ են, նոր տեխնոլոգիաներին տիրապետելը կբարելավի բժշկական ծառայությունների որակն ամբողջ հանրապետությունում։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։